Հրապարակ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը թեև տևական ժամանակ է ինչ դադարեցրել է եկեղեցու եւ հոգեվոր դասի նկատմամբ հրապարակային արշավը, բասի մեջ գտնվելով անգամ չի այցելում եկեղեցի ոչ կանոնական պատարակներ չի պարտադրում, որոնց ընթացքում զեղչվեին վեհափառի անունը, սակայն եկեղեցու դեմ մոլագար մտքերից չի հրաժարվել եւ արշավը իրականացվում է ծածուկ։ Օրեր առաջ բանակում գործող գնդերեցների ծառայությունը ապա մոնտաժեցին, հիմա որսի են դուրս եկել Մայրաթորի հոգեվոր ծառայության անդամների նկատմամբ ԿԿՀ-ներում երկար տարիներ ծառայություն իրականացնող հոգևորականները, որոնք հոգևոր աջակցություն են ցուցաբերում դատապարտյալներին, լուրջ խոչընդոտների են հանդիպում։ Ժողովուրդ թերթը գրում է. 2026 թվականի հունվարի 14-ին Ստեփանավանի համայնքապետարանը նույն ծրագրի Չայկովսկի եւ Միասնիկյան փողոցների հիմնանորոգման համար կնքել է 2 պայմանագիր։ Փորձաքննության ծառայության արժեքը կազմել է 259,999 դրամ, իսկ նախագծային խորհրդատվությունը 600,000 դրամ։ Թվերի այս տարբերությունը հարցել է առաջացնում, քանի որ խորհրդատվությունն ավելի կրկնակի թանկ է գնահատվել, թեև փորձաքննությունն էլ բարդ ու պատասխանատու գործընթաց է։ Սա առաջացնում է պարզաբանման անհրաժեշտություն, ինչ հիմնավորմամբ է ձևավորվել նման գնային տարբերություն եւ արդյոք ապահովել է ծախսերի արդյունավետությունն ու թափանցիկությունը։ Փասթերթը հայտնում է, որ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիան հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մասնակիցները աջակցություն են հայտնել հայ առաքելական եկեղեցուն, ընդգծելով դրա դերը ազգային ինքնության պահպանման գործում։ Հավաքի ընթացքում հնչել են նաև պահանջներ ազատ արձակել ձերբակալված հոգևորականներին եւ դադարեցնել քաղաքական հետապնդումները։ Նշվել է, որ եկեղեցուն աջակցող ստորագրահավաքը արդեն անցել է 100,000-ից եւ շարունակվում է։ Հրապարակ թերթը գրում է. Իշխանությունը մարտի 27-ին փոփոխություններ է կատարել նաև ներման հարցերի հանձնաժողովի կազմում։ Փոխվել է ՀՀ նախագահին կից խորհրդակցական այս հանձնաժողովի անդամի նշանակման կարգը եւ հանձնաժողովի անդամ է նշանակվել Մասյացյոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Արման-Սարոյանը։ Հիշեցնենք, որ Արման-Սարոյանը նախկինում Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան հունվարի 27-ին ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ էր հռչակվել։ Նա հանձնաժողովում կփոխարինի Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին, որի երկար տարիներ ներման հանձնաժողովի անդամ է եղել։ Հոգևորականի թեկնածությունը հանձնաժողովի կազմում որպես կանոն ներկայացրել է Մայրաթորը, Տեր Ռուբենը այժմ Մասյացոտնի թեմի առաջնորդի պարտականություններն է կատարում։ Հրապարակ թերթը գրում է. Վարչապետի աշխատակազմը Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲ-ի հետ քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ հոգեբուժական զննում իրականացնելու ծառայության մատուցման պայմանագիր է կնքել։ Այս մասին տեղեկանում ենք մեկ անձից կատարվող գնումների հարթակից։ Համալիր հոգեբուժահոգեբանական հանձնաժողովային զննման արդյունքների հիման վրա տրվելու է եզրակացություն համաձայն ՀՀ կառավարության որոշման 2023 թվականի ապրիլի 13-ի տիվ 505N պահանջների հետազոտությունը նախատեսվում է իրականացնել 20 անձի համար։ Պայմանագիրը կնքվել է փետրվարի 24-ին։ Ծառայության մատուցման դիմաց կառավարությունը վճարելու է 400,000 դրամ։ Ափսոս, որ վարչապետը զենք կրելու իրավունք ունեցողների ցանկում չէ։